Սա իրականում շատ լավ հարց է, որովհետև ես ուզեի շեշտել, որ այս երկաթուղու կառուցման ծրագիրը դա իրականում Հայաստանի անկախության պահպանման ծրագիր է, Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տնտեսական զարգացման ծրագիր է։ Հետևաբար, եթե ինչպես նրանք պնդում են իշխանությունները նույնպես այդ արժեքների ջատագովն են, իրենք առաջինը պետք է սատարեին նման ծրագրի իրականացմանը։ Հիմա իրենք ասում են, հա, բոլորը կարող են անել։ Ով ուզի կարող է գա ինչ-որ բան կառուցի։ Այսինքն իրենք էդ էլ չեն հասկանում, որ իրականում Հայաստանը պետք է դառնար նախաձեռնողը։ Հայաստանը պետք է այս ծրագիրը, այս ծրագրի կոորդինացիան վերցնել իր վրա, Հայաստանը պետք է Վրաստանի հետ միասին կառուցեր միջազգային կոալիցիա, այսինքն այդ կոալիցիայի մեջ պետք է մտնեին Վրաստանը, ինչու՞ չէ Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, Չինաստանը, Հնդկաստանը, իդեպ Հնդկաստանի մասին խոսելիս, եկեք Չինաստանի մասին շատ խոսվեց, բայց շատ լուրջ դերակատարություն և ամբիցիաներ այս հարցում ունի նաև Հնդկաստանը։ Հնդկաստանը հայտարարել է Հնդկաստանը Ֆինլանդիայի հետ Չոբահար նավահանգստի միջոցով կապելու ծրագրի մասին, ինչը հենց նախատեսում է նաև այս երկաթուղու կառուցումը։ Ձեզ մի բան էլ ասեմ, առիթը բանը ես բաց թողեցի, ասեմ, խոսքը նաև նրա մասին է, որ հետագայում, երբ որ Ռուսաստանը իրականացնի այն նախագիծը, որի մասին շատ խոսվում է հիմա, Ինգուշետիայով, Լարսի մոտով երկաթուղու կառուցումն է, Ինգուշետիան դա առաջարկել է, Ռուսաստանի իշխանությունները դա դիտարկում են, սա արդեն կլինի տրանզիտ Հնդկաստանից, Պարսից ծոցից, Իրանով, Հայաստանով, Վրաստանով դեպի Ռուսաստան։ Այսինքն այստեղ շատ մեծ հեռանկարներ կան։ Եվ հիմա հարց է ծագում։ Այս իրականում մեր առաջարկը նաև թեստ է այս իշխանության հայտարարությունների համար իրենց հավատարմությանը մեր ինքնիշխանության վերաբերյալ։ Եթե իրենք իսկապես մտածում են մեր անկախության մասին, եթե իրենք ոչ թե մտածում են Ադրբեջանի ու Թուրքիայի պլաններին հնազանդվելու, Հայաստանի տարածքը ուղղակի սպասարկեցնելու Թուրքիայի ու Ադրբեջանի և այլ աշխարհաքաղաքական խաղացողների նպատակների համար, իրենք դառնային սրա նախաձեռնողը։ Եվ ես հենց հիմա մի կանխատեսում անեմ։ Թվում է թե ինչ կա, չէ, ասենք Փաշինյանը կարա այս ծրագիրը վերցնի, դարձնի իր